մտնելու, խնդրեմ։ Նախ սկսեմ հետևյալից, որ Երևանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է Երևան քաղաքում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրման մասով եւ որպես տեղեկություն հայտնեմ, որ մշակվել էր միասնական երթուղի ավտոբուսային գծերի, որը պետք է կապի մի քանի վարչական շրջան եւ հասարակական տրանսպորտը տվյալ վարչական շրջաններով պետք է երթևեկի առանձնացված երթևեկելի գոտով ստանալով առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ եւ հասարակական տրանսպորտը, որի արդյունքում պետք է դառնա ավելի հարմարավետ եւ ավելի արագ։ Այս մասով մշակված նախագծի շրջանակներում աշխատել ենք նաեւ ֆրանսիացի մեր գործընկերների Իլ-դե-Ֆրանսի շրջանի գործընկերների հետ, որոնց մասով համատեղ քննարկման արդյունքում առաջարկվել է երթևեկության կազմակերպման փոփոխությունների ծրագիր, որը պետք է հանդիսանա շարունակություն արդեն իսկ ներդրված ավտոբուսային գծերի մասով, որը նաև քննարկվել է ճանապարհային ոստիկանության հետ, բարակային ծառայության հետ եւ առաջիկա այս ամսվա ընթացքում պլանավորվում է սկսել աշխատանքներ դրա իրագործման մասով։ Հիմա կփորձեմ հակերճ ավելի մանրամասն ներկայացնել ինչ է ակնկալում տվյալ փոփոխությունները։ Փոփոխությունները հիմնական տրամաբանությունը հետևյալն է, ինչպես նշեցի, որ ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչև Մաշտոցի պողոտա, այն պետք է ունենա շարունակություն մինչև Իսակովի պողոտա։ Տրամաբանությունը հետևյալն է, որ Մաշտոցի պողոտայից ավտոբուսի գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, այնուհետև շարունակվելու է Իտալիա եւ Բեյրութ փողոցներով, Արգիշտի փողոցով դեպի Հաղթանակ կամուրջ։ Այս գծի ներդրման մասով իրականացվել են մի շարք ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ նշված փողոցներում, մասնավորապես արդեն իսկ որոշակի աշխատանքներ արվել են եւ դրան հաջորդող շարունակություն լինելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում, ակնկալվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն, ուղղությունը Լեոից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի ընկած հատվածը մինչև Բաղրամյան պողոտա նույնպես դիտարկվելու է որպես միակողմանի ներդրվելու է որպես միակողմանի երթևեկություն։ Այս փոփոխությունները ինչ խնդիր են լուծում եւ ինչ ակնկալիք ունենք այս փոփոխությունների ներդրման հետ կապված, նախ ինչպես նշեցի, տրամաբանությունը կանում է նրանում, որ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ եւ ավտոբուսային գծի ներդրումը հենց սրանով է պայմանավորված։ Միաժամանակ ներդրման հետ կապված փոփոխություններ կիրականացվեն Խորենացու փողոցում, մասնավորապես կկիրառվեն կայանման արգելք տվյալ հատվածում, որտեղ ներդրվելու է ավտոբուսային գիծը։ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կիրականացվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մաշտոցի պողոտա խաչմերուկում կավելացվի ձախ երթևեկելի մեկ հավելյալ գոտի, որպեսզի հոսքերի անընդհատությունը կարողանան ապահովել դեպի այդ ուղղություն։ Արդեն իսկ կիրառվել են փոփոխություններ Ամիրյան եւ Զաքյան փողոցում, Ամիրյան եւ Խորենացի փողոցների խաչմերուկում Մաշտոցի պողոտայի հետ, որտեղ արգելվել է Մաշտոցի պողոտայից ցախ շրջադարձը տվյալ փողոցներ, իսկ Սարյան փողոցի միակողմ դարձնելն էլ պայմանավորված է նրանով, որ Սարյան փողոցում այսօր ունենք խնդիր երթևեկության անընդհատության ապահովման հետ կապված, քանի որ Սարյան փողոցը ներկայումս շատ ակտիվ տուրիստական հատված է հանդիսանում եւ այնտեղ բավականին մեծ են խցանումները, այսպես ասած, տրանսպորտային հոսքերի նշված փոփոխության արդյունքում ակնկալվում է Սարյան փողոցի երկու հատվածում թույլատրել ավտոմեքենաների կայանումը, որի արդյունքում ավելացած գոտիները հնարավորություն կտան տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովման համար։ Որպես հակառակ ուղղություն Սարյան փողոցին կհանդիսանա Մաշտոցի պողոտան եւ հենց դրանով էր պայմանավորված, որ Մաշտոցի պողոտայում, ինչպես նշեցի, կիրառվեց փոփոխություն Ամիրյան եւ Խորենացի փողոցներում ձախ շրջադարձի մասով, սա հնարավորություն կտա ուղիղ երթևեկող տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովման համար եւ Սարյանի հետագա փոփոխության արդյունքում հակառակ ուղղությամբ հոսքերի նոր քանակը ապահովելու մասով։ Այսինքն